Շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Ինձ համար, մեր թիմի համար սա մեծագույն պատիվ է։ Ինձ համար պատիվ է այսօր ձեր առաջ խոսք ասելու։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու քո մասին կենսագրական մանրամասն տվյալներ չկան, եւ շատ հարցեր կան, որ ես հասկանում եմ, պետք է նաև պարզաբանել։ Դրա համար ես ուզում եմ սկսեմ այսօր երկու ընդհանրապես դրվագից եւ ուզում եմ դրանով նաև ներկայացնել, թե ինչպես եմ, ինչ եմ ես զգում եւ ինչ սկզբունքներով եմ ղեկավարվում։ Ես ծնվել եմ սովորական հայկական ընտանիքում, Երևանում։ Մայրս մանկավարժ է, աշխատել է ուսուցչուհի, հետո մանկապարտեզում դաստիարակչուհի եւ շատ լավ հիշում եմ, երբ քրոջս հետ ամեն օր գնում էինք դասի, մայրիկիս հետ, որ աշխատում էր հարևանությամբ, հետո նորից միասին վերադառնում էինք հայրս, ամեն օր աշխատանքի էր, դժվար աշխատանքի։ Դժվար օրեր եղել են, այո, եղել են։ Ծնողներս հաճախ էին ասում, որ դժվարությունները մեզ համար են, ինքներս պետք է հաղթահարենք։ Մեր փոխարեն ոչ ոք չի կարող գալ մեր հարցերը լուծել։ Եվ մենք կարող ենք այդ խնդիրները լուծել, որովհետև մենք միասին ենք։ Դժվար օրերից են ես կարող եմ կիսվել այսօր ձեզ հետ, շատ լավ հիշում եմ, երբ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էի, զուգահեռ նաև աշխատում էի մի ժամանակահատված շինարարությունում որպես բանվոր։ Ստանում էի ամիսը, շատ լավ հիշում եմ, 10,000 դրամ աշխատավարձ։ Դրանից զուգահեռ նաև, քանի որ գերազանց առաջադիմությամբ էի սովորում, ստանում էի 5,950 դրամ թոշակ, 1000 դրամով ավելի էր։ Եղել է ժամանակ, որ նաև ոտքով եմ տուն գնացել, որովհետև պետք էր գումարը տնտեսել, տան համար որոշակի գնումներ անելու, բայց նաև ինձ համար ամենակարևորը գրքեր գնելու համար։ Այս դժվարությունները արդյոք ինձ վհատեցրել են, արդյոք ինձ հիասթափեցրել են։ Ոչ իհարկե, որովհետև ես շատ լավ գիտեի, թե ես ինչ որոշում եմ կայացրել, ես հավատում էի իմ որոշմանը, եւ ես գնում էի այդ որոշման հետևից, ես շատ լավ գիտակցում էի, որ որպեսի հաջողեմ, ինձ պետք են գիտելիքներ, ինձ պետք են հմտություններ, իսկ եթե ես որպեսի հաջողեմ, ես պետք է ստանամ դրանք եւ դառնամ մասնագետ։ Մեկ այլ կյանքի դրվագ եմ ուզում ձեզ ներկայացնել։ Այնպես է ստացվել, որ մենք մեր ընտանիքով որոշակի ժամանակահատված ապրել ենք Ուկրաինայում։ Դպրոցում շատ լավ հիշում եմ, մենակ միայն մենք էինք հայ, ես եւ քույրս։ Դասարանում միայն ես էի հայ եւ այդտեղ այսպիսի մի սովորություն կար, որ անուն ազգանունն ասելուն զուգահեռ նաեւ անպայման ասում էին ազգությունը։ Եվ այդ ժամանակահատվածից սկսած, քանի որ երեխայական նաև ընկալումներ կային, լինում էին նաև անախորժություններ դրա հետ կապված։ Իհարկե իմ համադասարանցիներից շատերի հետ մենք ընկերություն ենք անում, բայց այն ժամանակ անգամ խոսքը հասնում էր կռիվների։ Այդ ժամանակվանից իմ մեջ մտել է մի կարևոր բան, որքան կարևոր է ազգային արժանապատվությունը անձնական արժանապատվության համար։ Եվ որքան կարևոր է քո իրավունքներին տեր լինելը, որքան կարևոր է պատասխան տալը, որքան կարևոր է ինքդ քեզ պաշտպանելու կարողություն ունենալը։ Ես սա ինչու եմ ասում։ Ես սա ասում եմ նրա համար, որ այսօր կարծես Հայաստանը մոռացել է պատասխան տալը։ Այսօր կարծես մենք դարձել ենք անկարող մեզ պաշտպանելու հարցում։ Մեզ անընդհատ համոզում են, որ ճիշտը համակերպվելն է, համաձայնվելն է, զիջելն է եւ դա անունը դնում են իմաստնություն։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ դա իմաստնություն չէ։ Դա պարտություն է, դա գերի լինել է եւ ես եկել եմ ասելու, մենք բոլորս ասելու, որ բավական է, մենք դա չենք հանդուրժելու։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ է ասում։
Հայաստանը չի եղել երբեք այսքան անկախ ու ինքնիշխան, ինչպես հիմա է։ Եկեք նայենք փաստերին։ Օտար պետության, որը մեր ողերիմ հարևանն է, օտար պետության ղեկավարը ասում է պետք է սահմանադրությունը փոխես, Նիկոլ Փաշինյանն ասում է այո։ Օտար պետությունը մեր նկատմամբ ադրբեջանական զորքերը կատարում են հանցանքներ, ամենադաժան սպանությունները, մեր հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ, եւ հետո կեղծ գործերով դատում են մեր մարդկանց, պարտադրում են հայցերը հետ քաշել միջազգային դատարաններից, Նիկոլ Փաշինյանն ասում է այո։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի Հանրապետություն, օկուպացրել են մեր տարածքները, եւ ընդ որում ասեմ ձեզ մի կարևոր բան, մենք բացահայտել ենք ամբողջությամբ բաց աղբյուրներով, որ վերջերս ընդհանրապես նաեւ եղել է նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում եւ նոր դիրքեր Հայաստանի Հանրապետության տարածքում, որով ամրապնդել են ել ավելի իրենց վերահսկողությունը եւ այս խորքային ամեն օր ամրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության գործող ղեկավարը հայտարարում է, մենք նրանց կխնդրենք դուրս կգան ինչ-որ հանձնաժողովի միջոցով։ Ակնհայտ է, որ այն ինչ-որ ասվում է, բնականաբար այս կերպ չի իրականանալու։ Եվ ես ուզում եմ ասել նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջի հետ կապված։ Հայաստանի սահմանադրությունը խաղալիք չէ, անկախության հռչակագիրը մեր պետականության սկիզբն է, մեր պապերի ինքնությունը, մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր անկախության հռչակագիրը, մեր սահմանադրությամբ ամրագրել է նաև սերունդների միջև պատասխանատվություն։ Սահմանադրությունը չի կարող վերամշակվել որևէ օտար պետության ու առավել ևս այնպիսի պետության պահանջով, որը մեզ ոչնչացնելու նպատակ է հռչակել։ Արդյունքում ունենք վարչապետ, որը ոչ միայն վախենում է Հայաստանի Հանրապետության բանակը երկրի պաշտպանության համար ուժեղացնելուց, այլ ավելին այն թուլացնում է։ Առաջիկա 100 օրում դուք շատ կլսեք նորից էլի նախկինների եւ ներկաների մասին։ Մեկ իշխանությունը պահում է ատելության հասնող քննադատությամբ իրենից նախկիններին ուղված, հույսով որ կարժանանա մեր ողերիմ հարևանների բարեհաճությանը եւ գովեստին։ Մյուսները փորձում են վերադառնալ խաղալով նոստալգիայի վրա եւ հետ բերելով մեր ժամանակի գլխավոր սխալներից մեկը՝ պարծենկոտությունը նվիրական հաղթանակից հետո։ Այնպես է ստացվել, որ մենք հայտնվել ենք արատավոր շղթայի մեջ եւ հենց դա ստեղծել է Նիկոլ Փաշինյանն ու այդ խաղի մեջ վամպիրի պես ուղակի սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա այդ խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ եւ աջ մաշված կոշիկներն են։ Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև։ Մեղք, համակերպվել, հանձնվել։ Մենք առաջարկում ենք նոր բանաձև։ Սխալներ, դասեր, վերածնունդ։ 35 տարի մեզ ստիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք բավական է կամ-կամին, պետք է սովորել ասել եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ուժեղ բանակ, եւ ազատ տնտեսություն, եւ ազգային արժանապատվություն, եւ ժամանակակից պետություն, Սփյուռքի հետ կապ եւ ինքնուրույնություն։ Այսօր շատ է խոսում սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի
իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսները, որպեսի կատարեն ադրբեջանական պետության պահանջը։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Խնդիրը սահմանադրությունը չէ, խնդիրն այն է, որ մենք անհրաժեշտ չենք համարում այն պահպանել։ Այստեղից էլ գալիս է օրենքը անընդհատ վերաշարադրելու ցանկությունը։ Կոնկրետ մեկ մարդու համար, հարևանի ցանկությամբ, արտաքին ճնշման տակ, մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ հիմնական օրենքը ձևափոխում է իր համար։ Պետք է դադարեցնել սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։ Իսկ օրենքն այլ բանի մասին է, օրենքը թույլին պաշտպանում է ուժեղից, օրենքը պետությունը դարձնում է կանխատեսելի, առանց օրենքի հնարավոր չեն ոչ բիզնես, ոչ անվտանգություն, ոչ էլ նորմալ կյանք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես սովորել եմ իրավաբանություն, իրավունք Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Ես աշխատել եմ տարբեր մայրցամաքներում, Աֆրիկայից մինչև Եվրոպա և ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։ Ես այդ աշխատանքով տեսել եմ ինչպես են տարբեր իրավական համակարգեր փլուզվում, ինչպես դրանք չեն աշխատում, ինչպես են ձախողվում և ինչպես են վերել կապնում։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ամեն օր 6 տարի տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ իրավունքն ու օրենքը չեն պահպանվում։ Երբ տուժում են կոնկրետ մարդիկ, ոչ թե վիճակագրական տվյալներ, այլ մարդիկ, ովքեր ամեն օր են մեզ հետ մեր կողքին ապրում։ Մեզ պետք է ոչ թե անհատների պետություն, այլ իրավունքի պետություն։ Ոչ թե օրենքների վերաշարադրում իշխանության համար, այլ իշխանություն, որը ենթարկվում է օրենքին։ Այսօր գլխավոր հարցը անվտանգությունն է։ Անվտանգություն նաև այս դժվար աշխարհաքաղաքական պայմաններում և տարածաշրջանում։ Պատերազմից հետո հունվարի 28-ը շատերիս համար այլևս մեր բանակի տոնը չէ։ Դա հիշեցնում է պետության և ինքներս մեր նկատմամբ վստահության կորստի մասին։ Վարչապետի թեկնածուի առաջադրելու գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Արժանապատվությունն առանց ուժի պարզապես պատրանք է։ Թվարկեմ մի քանի կետեր, որոնք մենք անմիջապես իրականացնելու ենք, դրանք ոչ թե կարգախոսներ են, այլ կոնկրետ ծրագրային կետեր։ Առաջին, պաշտոնավարման հենց առաջին օրը ստեղծվելու է ռազմական բարեփոխումների հատուկ հանձնաժողով։ 6 ամսում հանձնարարվելու է հատուկ հանձնաժողովի և աշխատանքային խմբի մշակել համապարփակ ռազմավարություն, որի իրականացումը կսկսվի անմիջապես։ Երկրորդ, հստակ ժամկետներ։ Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին լիարժեք զսպման կարողություններ։ Առաջին ժամկետի ավարտին ռազմական հավասարակշռություն հանրության համար թափանցիկ հաշվետվողականությամբ։ Երրորդ, պաշտպանական ծախսերը ոչ պակաս քան համախառն ներքին արդյունքի 8%-ը։ Սա նշանակում է ռազմական բյուջեի աճ առնվազն $1 միլիարդ։ Ամեն տարի առնվազն $500 միլիոն հայաստանյան ընկերություններից գնումների համար ազգային ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Չորրորդ, ճշմարտություն և պատասխանատվություն։ Մենք անմիջապես հրապարակելու ենք 44-օրյա պատերազմի հարցերի վերաբերյալ ազգային ժողովի հանձնաժողովի զեկույցը։ Հասարակությունը Հայաստանում իրավունք ունի իմանալ ճշմարտությունը։ Մենք պարտավոր ենք արժանապատվորեն գնահատել մեր հերոսների սխրանքը և աջակցել նրանց ընտանիքներին։ Նրանք իրավունք ունեն բոլորը իմանալու հարցերի պատասխաններ։ Սիրելի արցախցիներ, արցախցիները ենթարկվել են ցավոք սրտի էթնիկ զտումների։ Նրանք մեր հայրենակիցներն են, նրանց մեջ մեր արյունն է, իմ արյունն է նրանց մեջ։ Մենք ամեն օր ապրում ենք նրանց հետ միասին մեր երկրում։
Մեր երեխաները նրանց երեխաների հետ գնում են մանկապարտեզ, ապրում են միասին, աշխատում ենք միասին, մենք մի ժողովուրդ ենք, մենք մեկ ամբողջություն ենք։ Արցախցիների իրավունքների լիարժեք պաշտպանություն է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում, ատելությունից զերծ, հարգանքի պայմաններում, արժանապատիվ։ Մենք առաջ ենք տանելու արցախցիների արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի իրավունքը մեր դարավոր հայրենիք Արցախ եւ Արցախը իմ ինքնության անբաժան մասն է, ինչպես եւ մեր բոլորի հայկական ինքնության անբաժան մասը։ Մենք շարունակելու ենք ռազմական եւ դիվանագիտական համագործակցությունը Արևելքի եւ Արևմուտքի երկրների, այդ թվում Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կլինեն մարդիկ, որոնք կհարցնեն. կարող ենք մենք դա թույլ տալ մեզ։ Իսկ ես կպատասխանեմ. իսկ կարող ենք մենք նման բաներ մեզ թույլ չտալ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց եթե մենք չունեցանք կարողություն ինքներս մեզ պաշտպանելու, մենք անգամ գոյատևել չենք կարողանալու այս բարդ աշխարհում։ Հայաստանը պետք է լինի խելացի որոշումների երկիր։ Խելացի որոշումները վերաբերում են ոչ միայն բանակին, դրանք վերաբերում են ամեն ինչին պարզապես։ Ինչ պետք է երիտասարդին, ով ապրում է Հայաստանում եւ կանգնած է ընտրության առաջ։ Գնա թե մնա։ Նրան պետք է երկիր, որին արժե հավատալ, ոչ թե աղքատ հետխորհրդային տարածք անցյալի կրկնության վախով, այլ տաղանդների դարբնոց, ոչ մեծ տարածքով, բայց ուժեղ տեխնոլոգիաներով, խելացի, կայուն, կանխատեսելի։ Մենք կկառուցենք թվային պետություն, որտեղ ծառայությունները արագ, հասանելի եւ թափանցիկ են, որտեղ կոռուպցիան անհնար է, որովհետև ամեն ինչ տեսանելի է, որտեղ բիզնեսի հաջողությունը կախված է տաղանդից եւ աշխատանքից, այլ ոչ թե կապերից։ Սփյուռքի հետ միասին մենք մեզանով որդքի կկանգնացնենք երկիրը, ժամանակակից տեխնոլոգիաներով, արհեստական բանականության վերջին նվաճումներով, դառնալով Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնը, ինչպես դա հիմա անում են մեր հայրենակիցներ Նուբար Աֆեյանը եւ մեր մյուս հայրենակիցները։ Կրթությունը կդառնա զարգացման հիմքը։ Սա շատ կարևոր գաղափարախոսական հենասյուն է։ Մեր երիտասարդները պետք է հստակ իմանան, որ իրենցից է կախված իրենց ապագան, որ արդար պայմաններ են, որ եթե աշխատում ես, ջանք ես գործադրում, հասնելու ես առավելագույն արդյունքի մեր երկրում, որ կրթությունը լինելու է կանխատեսելի եւ երիտասարդը կարողանալու է ունենալու է հնարավորություն ինքն իրեն կերտելու։ Համալսարանները կպատրաստեն ոչ թե պարզապես շրջանավարտներ, այլ որոշումներ կայացնող մարդիկ։ Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության դեմ այսօր հայտարարված պատերազմին անմիջապես վերջ կդրվի։ Հայոց եկեղեցու դեմ պատերազմը անմիջապես կդադարեցվի եւ պետությունը կդադարի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ եկեղեցականները կարիք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին։ Սփյուռք։ Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին։ Սա մեր գաղափարախոսական գլխավոր հերասյուներից է։ Մենք ուժեղ ենք իրարով աշխարհում։ Մի հատ հələ տեսեք, մենք աշխարհի որ մի պետություն գնում ենք, միանգամից սկսում ենք փնտրել մեր հայրենակիցներին։ Նրանք ամենուր են պարզապես, տարբեր երկրներում, բիզնեսի մեջ, համալսարաններում, կրթության համակարգում, ամենատարբեր բնակավարներում։
մենք պետք է այս ամենը օգտագործենք նաև հանուն մեր ժողովրդի զարգացման համար, մեր հայրենասեր հայրենակիցների շնորհիվ։ Ես ընդհանրապես հա պատկերացնում եմ հատկապես նրանով, որ Հայաստանը պետք է իսկապես տեր լինի մեր բոլոր հայրենակիցներին աշխարհում։ Երբ հայը գալիս է Հայաստան, հենց այդպես օդանավակայանից կարմիր գորգով պետք է դիմավորենք նրան, որովհետև նա զգա, որ իր տուն է եկել։ Սրանք կարևոր գաղափարախոսական հենասյուներ են։ Օլիգարխիայի դեմ պայքարը մենք անվանում ենք հավասար հնարավորությունների ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքարը պատասխանատվության անխուսափելիություն, ոչ թե դավաճանների որոնում, այլ հայրենասերների միավորում, ոչ թե անցյալի քննադատություն, այլ ապագայի կառուցում, որ հիմնված է մեր ազգային շահերի առաջնահերթության վրա։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ մեր սիրելի Երևան քաղաքին։ Երևանը մեր քաղաքն է։ Ոչ թե զբոսաշրջային պարզապես ցուցափեղկ, ոչ թե խաղահրապարակ կառուցապատողների համար եւ ոչ թե հողի սպեկուլյացիայի առարկա։ Երևանն այն վայրն է, որտեղ ապրում են մեր ընտանիքները, մեծանում են մեր երեխաները, աշխատում են մեր մարդիկ։ Նայեք, թե ինչ է կատարվում։ Կառուցապատողները հողատարածքներ են ստանում, բայց շուրջը չկան դպրոցներ, պոլիկլինիկաներ, այգիներ, նոր թաղամասեր են կառուցվում առանց ճանապարհների, առանց ենթակառուցվածքների։ Տրանսպորտը խցանումների մեջ է, որովհետև քաղաքը տասնամյակներ շարունակ զարգացել է առանց հստակ ծրագրի, քանի որ հիմքում դրել են կառուցողների եւ կառուցապատողների, այլ ոչ թե բնակիչների շահերը։ Թաղամաս ես կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ, չկա ենթակառուցվածք, չկա թույլտվություն։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք մենակ չենք։ Ես ուրախ եմ արձանագրել, որ երբ մենք նախաձեռնեցինք միասնության թևեր քաղաքական նախաձեռնության մեկնարկը հոկտեմբերի 8-ին, մեզ գրեթե անմիջապես միացավ մեր գործընկեր Շան Դաշին կուսակցությունը, որի հետ ճանապարհն անցած այս ժամանակահատվածում այնքան սերտ է, որ մենք մեկ թիմով ենք լիարժեք աշխատում։ Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք ունենք համագործակցություն եւ մեզ միացել են Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, առաջ արժանապատվության շարժումը, հասարակական կազմակերպություններ, կարևորագույն գործառույթներ իրականացնող զինվորականներ, որոնք իրենց գործը գիտեն ոչ թե թղթերից, այլ կոնկրետ գործով։ Մեզ հետ է Սփյուռքը, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Ամերիկայից, Լիբանանից եւ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք միավորվել ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն ապագայի, հանուն արդար ինստիտուտների, հանուն ընդհանուր ինքնության, մեր ազգային ինքնության։ Մենք կմիավորենք կոռուպցիայի դեմ պայքարողներին եւ ազնիվ գործարարներին, բարեփոխումների կողմնակիցներին եւ կայունությունը գնահատողներին, փոփոխություններ ցանկացող երիտասարդությանը եւ փորձառու մասնագետներին, եւ ոչ թե կամ, այսպես մենք կհաղթահարենք հասարակության պառակտումը։ Եվ ում եմ ես դիմում։ Նրանց, ովքեր հերոսական պայքարով ստեղծեցին մեր պետությունը։ Ձեր սխրանքը զուր չէ։ Միասին մենք կկառուցենք այնպիսի պետություն, որն արժանի կլինի ձեր զոհողությանը։ Մեր մայրերին մենք կառուցում ենք այնպիսի երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրա ապահով կյանքի համար։ Գործարարներին ձեր ջանքերը իմաստ կունենան եւ արդյունք կտան։ Երիտասարդներին ձեր հաջողությունը որոշվելու է ձեր աշխատանքով եւ գիտելիքով։ Հիշում եք որտեղից ես սկսեցի, որ մենք պետք է կարողանանք պատասխան տալ, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել եւ տեր լինենք մեր իրավունքներին։ Ես հիմա նկատի ունեմ հենց այս ընտրությունները պետք է լինեն հենց մեր պատասխանը։ Պատասխան նրանց, ովքեր 35 տարի մեզ ասել են, որ պետք է համբերենք։ Մենք չենք ուզում նոր պատերազմներ, չենք ուզում ապրել անցյալով։
Մենք ուզում ենք աշխատել, դաստիարակել, երեխաներ, բիզնես բացել, սովորել, խաղող աճեցնել։ Մենք ուզում ենք նորմալ կյանք, նորմալ երկրում, որտեղ ապահով է եւ արդար, եւ մենք այն կկառուցենք։ Եվ վերջում ես հիմա մի կողմ եմ ուղղակի դնում մարդու իրավունքների պաշտպան եւ գիտնական Թաթոյանին։ Եվ ես հատուկ հայտարարում եմ, որ ես ձեզանից մեկն եմ, հայ մարդ, այնպիսի մարդ, որին դուք միշտ ճանաչել եք, երևանցի։ Եվ ես նաև հատուկ ասում եմ, որ ես հայտ եմ ներկայացրել վարչապետի պաշտոնին հավակնելու, որովհետև հոգնել եմ, եւ մենք հոգնել ենք 35 տարիների այն ստերից եւ չիրականացված խոստումներից։ Բոլոր նախկին ղեկավարների ժամանակն անցել է։ Նրանցից ոչ մեկի հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում, հատկապես դա վերաբերվում է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած իշխանությանը։ Սիրելի հայրենակիցներ, մինչ ընտրությունները մնացել է 100 օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն, անգամ որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց այդպես է, Ադրբեջանն անգամ ունի իր թեկնածուն։ Իսկ ուր է Հայաստանը։ Իսկ ուր է Հայաստանի թեկնածուն։ Մեզ պետք է մարդ, որի կատարած գործերից, ծրագրերից մենք բոլորս որտեղ լինի մեր հայրենակիցները կասեն, սա մեր թեկնածուն է, Հայաստանի մարդը, մեր տղան։ Եվ այո, Հայաստանն ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ, եւ ես որպես վարչապետի ձեր թեկնածու հայտարարում եմ, որ ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր երկրի ազգային շահերով, հանուն մեր ամուր, երկու ոտքի վրա կանգնած ազգային պետականության։ Բայց վարչապետի պաշտոնում իմ առաջադրվելու պատճառները նաև այլ են։ Պատճառներից է նաև այն, որ ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կա խաղաղություն։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որը ուժեղ է այնքան, ամուր է այնքան, որ կարողանում է պաշտպանել ինքն իրեն։ Եվ գիտակցում եմ, որ այդ խաղաղությունը նրա շնորհիվ է, որ ամուր է երկիրը եւ կանգնած է իր երկու ոտքի վրա։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որն արդար է, որտեղ չկան ծայրահեղ աղքատներ։ Արդար է բոլոր առումներով, պայմաններով, երիտասարդների համար, կյանքի բոլոր հնարավորություններով։ Ես ուզում եմ ապրել երկրում, որը իրավունքի եւ օրենքի երկիր է, այլ ոչ թե կոնկրետ անհատների երկիր։ Ես հավատում եմ իմ երկրին եւ հավատում եմ իմ ժողովրդին առավել եւս, որովհետեւ գիտեմ, որ չկա Հայաստանում որևէ հարց, որ մենք բոլորով միասին չկարողանանք լուծել։ Մենք մեր հնարավորություններով, մենք ինքներս պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները։ Ես առավել եւս հավատում եմ մեր երիտասարդներին։ Երիտասարդները ունեն հանդիպում իրենց ճակատագրի հետ, եւ այդ ճակատագիրը մեր պապերի երազած երկիր ունենալն է, ամուր, ոտքի վրա երկու կանգնած, ժողովրդավարությամբ եւ պաշտպանված մարդկանցով։ Եվ ես որպես վարչապետի թեկնածու հայտարարում եմ, որ ասելու եմ միայն այն, ինչ կարող ենք իրականացնել, երբեք չեմ խոստանալու բաներ, որոնք հնարավոր չի լինելու կատարել։ Շատ կարևոր է նաև, որ այս ընթացքում ուրիշները ասելու են ձեզ ընտրեք վախի ու բողոքից ելնելով։ Մենք ասում ենք, ընտրեք մեզ
հանուն հույսի եւ հավատի։ Եվ մենք մենակ չենք, մեր հետևում կանգնած են մեր երիտասարդները, մեր մասնագետները, որոնց մասնակցությամբ, որոնց շնորհիվ մենք մշակել ենք արդյունավետ ծրագիրը, բայց արդյունավետ, բարդ պրոցեսներով անցած, բայց արդյունավետ ծրագիր։ Մենք դա իրականացնելու ենք միասին։ Հատուկ ուզում եմ խոսել նրա մասին, որ մենք պետք է ունենանք խելացի լուծումներ, միասին, բոլորով, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկիրը, եւ մենք դա անելու ենք միասին։ Դրա համար պետք է առաջին քայլը կատարել խելացի ընտրություն, միասին, մտածված եւ արդյունավետ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ եւ զորեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։